Տասնյակ խնդիրներ, առաջարկներ ու նոր բանաձևեր։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամները տավուշում են։ Հյուրընկալության առաջին հասցեն Իջևանն է։ Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ այստեղ օրակարգային են սոցիալական խնդիրները։ Ցածր թոշակ նպաստից մինչև աշխատատեղերի բացակայություն։ Օրինակ ես ստանում եմ նպաստ 48,000 դրամ, իհարկե բնականաբար որ հաշվարկ ենք անում ամսական կտրվածքով, իմ 4 երեխաներին դա չի հերիքում, իրանց կարիքներին, թե հագուստին, թե դեղորայքին, թե սնունդին։ Ու մենք ոնց ասեցիք, տարին տարու վրա չենք տենում բարելավում, տենում ենք նվազում, որովհետև ունենք լիքը վարկեր, լիքը դահակներ։ Շատ լավ դրույթ է, նաև առաջարկ Հայաստանին ծրագրում ներառելու համար, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար պետք է այդ ամեն ինչը վերանայվի։ Եթե նպաստառու չլինի, շատ ավելի լավ, ասինքն բոլորը բարվոք են։ Բայց եթե ունենք նպաստառու ընտանիքներ, այդ նպաստն էլ պետք է արժանապատիվ լինի։ 7 զավակի մայր է Նաիրան, ասում է պետությունից իրենց հասանելիք աջակցությունն անգամ ստանալ չեն կարողանում։ Դիմել ենք մենք 100,000 դրամ, երբ որ բազմազավակ այդ կարգավիճակը ունենում է ընտանիքը 100,000 ամսական ծնողական փառքի մեդալ ինչ որ ճիշտ է, այդպեսի բան կա։ Հա, տենց անպատասխան մնացել է այդ դիմումները։ Շատ բարի։ Եկեք բոլորս Նաիրային ծափահարենք, որ 7 երեխայի մայր է։ Այդ ծրագրի մասին մենք պարոն Մանուկյան, պարոն Կոստանյան կմտածենք, կձևակերպենք որպես առաջարկ Հայաստանի դա ծրագիր անպայման, որպեսզի բազմազավակության մեջ էլ պետք է լինի սենց աշճանակարգություն էլի, նայած թե քանի որ հասարակությունը այո, հասարակություն ունենք։ Ծնելիությունը այսօր շատ անհրաժեշտ է խթանել ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կարևոր դրույթներ ու շատ լավ է որ մենք հենց բազմազավակ ծնողներից ենք լսում։ Պետության ամենաառանցքային բջիջն ընտանիքն է, նկատում է Միքայել Մելքումյանը, ինչպես ընտանիքում, այնպես էլ պետության կառավարման համակարգում պետք է գործի առաջնահերթությունների համադրման եւ ոչ թե հակադրման մեթոդը։ Ծախսերը պետք է բալանսավորված լինեն։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնությունն այս մասին է։ Ճանապարհ դպրոց մանկապարտեզ էլ է պետք, թոշակի բարձրացում էլ է պետք, նպաստի բարձրացում էլ է պետք, կյանքի լավ աշխատատեղ էլ է պետք։ Երբ որ մենք այս երկուսը հակադրում ենք իրար, մենք ընկնում ենք թակարդի մեջ։ Հիմա ասենք թե ընտանիքում հայրը աշխատում է կամ մայրը աշխատում է, երեխեք են պահում։ Ունեն 7 երեխա, փառք ու պատիվ։ Հենց որ ասենք հետ երեխեքի պահելու գործընթացում կարող է մի երեխու պահանջը բավարարես, այն մեկը անտեսես։ Չէ։ Ինչքան վատ կզգա ծնողը, որ այդ երկու երեխու պահանջը բավարարես, այն 3-4 երեխու պահանջը անտեսես, ասես երեխեքին չես կարող բացատրես ընտրողի նման, որ այս տարի քո հարցը չենք լուծում, լուծում ենք այն մյուս երեխեքի հարցը, որովհետև չենք կարող լուծենք։ Բայց էլ ընտանիքում, բայց դու չես կարող մեղադրես, կարա տենց լինի, իրավիճակը տենց լինի։ Նենց պետք է ծնողը անի, որ բալանսավորի, չէ, այդ ծախսերը այդ երեխեքի մեջ նենց անի, որ այդ երեխեքը տրավմա չստանան, այդ երեխեքը չէ որ այդ հոգեբանական տրավման, երբ որ այդ տարիքում ստանա, երեխան չի հասկանում։ Ինքը իրան ասում է, ես այս պահանջը կա, իմ ընկերները գնում եմ դպրոց, մանկապարտեզ, այդ խնդիրը կա, ուրեմն ծնողի վրա մեծ բեռ է դրած, այնքան ոչ ստանդարտ ջանքեր գործադրի, որ այդ բալանսավորի, որ երեխեքը հարաբերական, չեմ ասում լիարժեք, գոնե գոհ մնան։ Նույնն էլ պետությունն է։ Իջևանցի երիտասարդներից մեկը մասնակցել է առաջարկ Հայաստանի նախաձեռնության հայտարարած երիտասարդների մրցույթին։ Հայտը լրացրել է, սպասում է արձագանքի։ Բարձրագույն կրթությամբ մարզում աշխատանք գտնել չի կարողանում։ Գագիկ Ծառուկյանը ունի տարբեր գործարաններ, տարբեր մարզերում, իսկ առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզում նույնպես կառուցել այդպիսի ինչ-որ մի գործարան, որտեղ կաշխատեն հարյուրավոր, տասնյակ հարյուրավոր չնշեմ, քաղաքացիներ, բնակիչներ, որոնք հետագայում կնպաստեն նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Բիզնեսը, գործարանը, այդպես մի կնոպկա չի, որպեսզի մարդը սեղմի, ասի մի 4 հատ գործարան ես մարզում, տեսեք, այդ հարցը կարան բոլոր մարզերում տան։ Կարող ասեն, իսկ պատրաստվում է պարոն Ծառուկյանը ստեղ ընդեղման։ Ուրեմն պետական քաղաքականությունից պետք է լինի, որ ձեռնտու լինի շատ գործարաններ տարբեր մարդիկ ձևավորեն։ Եվ օրինակ այս գորգագործական կոմբինատը, որ կանգնել է, եթե ինքը ձեռնտու լիներ նույն պայմաններով, չէ, այդ դրա հումքը որտեղից են բերում, Հայաստանում աճեցվում է թե չէ, այդ չգիտեմ բամբակ է, թե մյուս ինչ է, այդ կամ այլ մշակաբույսեր։ Ուրեմն եթե խորհրդային միության ժամանակ զրոյական արժեքով բերում էին հումքը,
որևէ խնդրեմ չկար իրացման։ Հիմա Հայաստանը այդ լոգիստիկ բաներից ելնելու կարող ձեռնտու չի սա։ Մի բան պետք է ձեռնտու լինի։ Ինչ տվեց կառավարման մոդելի փոփոխությունը երկրին, հետաքրքրվում է քաղաքացիներից մեկը, որ համոզված է նախագահականից անցումը պարլամենտականի անօգուտ էր։ Ամենագերակտիվ պատգամավորներից եք եղել, նաև հանձնաժողովի նախագահ, ինչքանով որ վերհիշում եմ, եւ ոչ միայն դուք ակտիվությամբ եք աչքի ընկել, նաև ձեր ինտելեկտուալ մտավոր եւ տնտեսագիտական բարձր պոտենցիալով։ Այդ առումով, այս ներկայիս կառավարման համակարգը սահմանադրության փոփոխությունից հետո 2015-ի ինչ տվեց մեր պետությանը։ Երկիրը կարելի է լավ կառավարել թե նախագահի աշխատասենյակից, թե վարչապետի աշխատասենյակից։ Ես կողմնակից եմ, որ պետքա քաղաքական մենաշնորհ չլինի։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Երբ որ քաղաքական մենաշնորհ կա, այդ մի ուժը, որ ամեն ինչ 2/3 էլ ունի, որակյալ մեծամասնություն էլ ունի պարլամենտում, դա խնդիրներ է առաջացնում։ Դրա համար պետք է լինի բալանսավորված, չեմ ասում, թեկուզ կոալիցիոն, որպեսզի այդ զսպումների, փոխադարձ զսպումների ինստիտուտը աշխատի, որ ասենք թե նենց լինի ձայների համախումբը, որ մեկը մոնոպոլիա չունենա, որ ինչ ուզեմ կարամ անեմ։ Դիլիջանում մարդկանց առաջինը անվտանգության հարցն է հետաքրքրում, ինչ է արվելու ամուր սահմաններ ու խաղաղ երկիր կառուցելու համար, հետաքրքրվում են մարդիկ։ Անվտանգությունը կարող է ապահովի միայն ոչ քաղաքական մենաշնորհի պայմաններում, երբ որ մենք ունենանք բալանսավորված իշխանություն։ Հաջորդը անվտանգության է խիստ ջախկապված կրթության խնդիրն է։ Երիտասարդներն են բարձրաձայնում։ Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալ։ Դիլիջանում չունենք համալսարան, ինչը զգալի բաց է ամբողջ համայնքի համար, որովհետև շատ երիտասարդներ իրենց ուսումը գցում են երկրորդ պլան, որովհետև հնարավորություն չունեն տեղափոխվել Երևան կամ մեկ այլ քաղաք իրենց ուսումը շարունակելու համար, քանի որ չունեն ֆինանսապես հնարավորություն։ Պետությունը պետք է նախ եւ առաջ, նաեւ դա Ծառուկյանի միտքն է եղել ժամանակին, որ ով որ տաղանդավոր է գիտելիք ստանալու համար, գիտելիք ունեցող լավ սովոր երեխաները պետք է համ բուհեր ընդունվեն, համ էլ պետք է չվճարելու արդյունքում երբեք դուրս չմնան։ Այսա պետության խնդիրն է, թե ինչ ձևի դուրս չմնան, այսինքն եթե դու ֆինանսական ռեսուրս չունես, որ տրանսպորտով գնաս լավ համալսարան սովորելու, չէ, դա պետությունը պայման պետք է ստեղծի քո համար։ Վճար չունես, վճարես, բայց տաղանդավոր բարձր գիտելիքներով սովորում ես, պետությունը կարա համ սուբսիդավորի, համ էլ կարող է 0%-ով վարկ տա այդ ընտանիքին, այդ երեխուն։ Ինքը ավարտի վերջանա, գնա աշխատի 5 տարի, 5-6 տարվա ընթացքում հետ վերադարձնի դա։ Հասկացաք։ Հիմա դրա համար Դիլիջանում համալսարան բացելը, տես, եթե պետական համալսարանի մասին է, սա կառավարությունը հաշվարկում է, ասում է Դիլիջանում բնակչությունը ինչքանն է, պահանջարկը ինչքանն է, եթե տարեկան ստեղ ընդհանրապես պետք է ընդունվի 200 ուրեմն ուսանող բան ընդունվեն, ուրեմն նպատակահարմար չէ։ Աշխատատեղ աշխատավարձ մշտական խնդիրը սրված է նաև Դիլիջանում։ Դժգոհ են հատկապես երիտասարդները։ Մելքումյանը նրանց խորհուրդ է տալիս շարունակ աշխատել սեփական կարողությունները բացահայտելու, զարգացնելու, կիրառելու ուղղությամբ։ Երիտասարդը, ով որ ունի այս ընդունակությունները, ինքը սենց ասած չի շարունակում զարգացնի այդ ընդունակությունները, որովհետև կամ իրեն նկատող չկա, կամ չգիտեմ ֆինանսապես իրեն ֆինանսապես չի հերիքում, չգիտեմ տրանսպորտի հետ կապված խնդիր կա, ուրեմն առաջարկս հետևյալն է, ոչ թե հիմնականում հույսը դնենք աշխատատեղերի վրա, այլ զարգացնենք երիտասարդների այն ընդունակությունները, որոնք որ հենց սկզբից այդ երիտասարդի մոտ կա։ Եվ ամեն ընտանիքում պարտադիր չէ ընտանիքի բոլոր անդամները գերտաղանդավոր մարդիկ լինեն։ Վերջը մեկը բայց պետք է այդ լիզերությունը իր վրա վերցնի, չէ՞։ Հիմա դու պատրաստ ես վերցնես, մի հատ կանգնի, մի նստի։ Միգել ջան, դու պատրաստ ես վերցնես լիզերությունը ձեր ընտանիքի։ Ապրես։ Ինքը տեսա, սա էլ է արդյունքը, գնաս տուն, կասես։ Միայնակ տարեցների հարցն են բարձրաձայնում։ Թոշակներից բացի մարդկանց արժանապատիվ կյանքի համար գուցե լրացուցիչ խնամքի հաստատություններ են պետք կամ այլ լուծումներ, որ տարեցները արժանապատիվ ծերություն վայելեն։ Հայտնի բառը, ուզում ես ծնողդ երկար ապրի, ծնողի համար զբաղմունք գտի, որ զբաղվի, որտեղ մարդը եթե հոգեպես ինքնամեկուսանում է, իր նյարդային համակարգը շատ բարդ է դառնում։ Դրա համար բնականաբար այդ ծերերի խնամքի համար, հոգատար վերաբերմունքի համար, սա պետության գործն է, պետական բյուջեն նորմալ պետքա դնի
նորմալ պայմաններ եւ ես հակված եմ, որ դա պետական ինստիտուտներ չկազմակերպեն։ Ինքը ոնց որ պետական գնումներն է, հանձնարարի մասնագիտացված, լիցենզավորված մասնավորների, որ հոգատար այդ ամենը պետությունը ոչ լավ բիզնես կարա անի, ոչ էլ լավ կարա խնամի։ Դա պետք է անեն մասնավորները հատուկ պետական հսկողության տակ, միանշանակ։ Նախաձեռնության անդամները շարունակելու են այցերը Հայաստանի տարբեր մարզերում։ Ակտիվ մարդկանց առաջարկների բազան համալրվում է մեկ ընդհանուր ծրագիր դառնալու հեռանկարով։ Հերմինե Ղարիբյան, Ալիսա Մելքոնյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։